Վերադաս մի քանի չինովնիկ ինձ ասում էին, պիտի նվիրատվություն անես։ Չեմ տվել, նվիրատվություն չեմ արել։ Ինձանից հետո 44%-ը գտնվում է վիոլա ջերի սեփականությունն է տարել, որը կա անպայման ձեզ հետ միասին բարձրաձայնելու են։ Վերեք հետ վերադարձրեք եւ դրանց պատժեք։ Բացի այդ ամեն ինչից։ Ուրեմն եթե մենք 37 տարի չունենք Քրկորյանի պես գյումրեցի, որ կա այստեղ ներդրում անի Գյումրի քաղաքում, ուրեմն պետությունը պետք է ստանձնի այդ պարտականությունը։ Երկրի բարենային եւ ոչ բարենային ապրանքների 60%-ը ներկրվում է դրսից, 40%-ը Թուրքիայից։ Ուրեմն այս պետությունը չի կարող նստի մտածի այսքան գիտական պոտենցիալով, այսքան համալսարաններով, ինստիտուտներով, թե մեզ ինչ է հարկավոր, պամպերսն դուք չեք արտադրում Գյումրիում, կամ Գյումրիում կամ Հայաստանում։ 1925 թվականին, ուրեմն Կիրովականի քիմիական կոմբինատը արտադրում էր գարբիտ եւ էլեկտրոդ, էդել փակեցիկ Թուրքիայից եք ներկրում։ 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանի Հանրապետությունը արտադրում էր 110-ից 120 տեսակի զենք զինանետեր։ Ուրեմն այսօր մենք պատերազմի շեմին կանգնած պետություն ենք ու պատերազմի մեջ ենք։ Մեր երկիրը ինչ է արտադրում։ Հրանտ Բակրատյանը հարկում է այդ մարդուն։ Ինքը ասում էր, պատրոնի գործարանը բերեցինք, տնեցինք ու շատ լավ արտադրում էին։ Ուրեմն ստարյատներ էինք արտադրում, որ թուրքերը զարմացել էին։ Ինչի չի գործում, ում եք սեփականաշնորհել։ Ուրեմն ամբողջ բանակը, միայն բանակը կարող է շուկա դառնալ յուրաքանչյուր հայ գործարանի։ Երկու գործարան ունեինք այստեղ, Կոշիկի գործարան 100 տարիներով Գյումրին զարգացած է կոշկագործությունը։ Բանակի սատոկներն ու կոշիկները ով է կարում։ Դրսից եք բերում Չինաստանից կամ հագուստը որտեղից եք բերում, ով է դրա մատակարարը։ Բանակը ով է մատակարարը, վլը թափանցիկ ասեք ովքեր են դրանք։ Կտեսնեք, որ իրանք են նախկին եւ ներկա այդ չինովնիկները երկիրը պահել են իրենց այսպես բռի մեջ եւ մեզի պես մեր տեսագին ճանապարհին խփում են, բանդարգում են կամ երկրից ակսորում են, որովհետեւ մնան ստրուկները եւ իրենց գործը կատարեն ու քանդեն Հայաստանը։ Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից, լավ իմացեք սա, բարձրաձայնում եմ ես։ Այդ պահելու բան չունենք։ Ինչ մնում է, ինձ վախեցնելը, իմ Տերս Աստված է, լավ իմացեք, ես իրոք հավատքով եմ, ես իրոք աստվածապաշտ տղա եմ եւ մի բան գիտեմ, որ ասում է վաղ գոդությունը թերահավատության նշան է, ոնց որ ասում էր Վարդան Մանիկոնյանը, մեռնիմ ես ու գերեզմանից, հասկացար, ես հավատում եմ հարությանը, ես մի րոպե չեմ կասկածում, որ ես 70 տարին հավիտենականության մեջ այս բադիս արագության չափը չկա։ Այո, սրբերը կրում էին նահատակության, եթե պետք է նահատակվել, ես պատրաստ եմ այդ նահատակության եւ ես բարձրաձայն ասում եմ, ով է մեզ ղեկավարում, ուր են տանում, ինչ են անում։ Ամբողջ պատմության մեջ, եթե խորանաք, 5 տարի հայ ազգը առանց կռիվների չի մնացել։ 5 տարի։ Պարսիկ, թուրք, մոնղոլ, թաթար, արաբ միշտ հարձակվել են մեզ վրա։ Մենք խաղաղ ենք մնացել այս 75 տարի, որ ռուսների հետ ենք։ Հիմա սրանք ռուսերին ուզում են ստեղից քշեն, որ ում բերեն։ Ում բերեն, թուրքերին, ուրեմն երբեք չի ստացվի, չի ստացվի։ Ինձ մշտական այն ժամանակներն ասում էին, բոլորը գալիս խոսում են, խապում փախնում են։ Ես այն ժամանակ մի բան էի ասում։ Գիտեք ինչ կա, անապատական չեքնավոր Եփրեմի խորին ասորին, երբ որ անապատից գալիս է քաղաք, մի ադամ բարոյական պատուհանից ասում է հայր սուրբ, արի էստեղ, գործ անենք, աղջիկ ջան, արի հրաբարագում, եկցե մարդիկ կտեսնին, եկցե տեղը Աստված կտեսնի, մարդիկ են զորեղ դե Աստված, հիմա Աստվածավախ մարդը, Աստվածասեր մարդը գիտե որ, երբ որ մենակ մնաց իր կաբինետում փաստաթուղթ պիտի ստորագրի ու գումարները պիտի տանի, Սե մարդիկ չտեսան, բայց Աստված տեսավ, մեռնի մասու զորության, այ եկեղեցու առաջ ենք ասում։ Այսինքն, մեզ պետք է հավատք ունեցող, քիռ ունեցող, հերժին սատարող, այդ տեր եղնող մարդ է պետք, լավ իմացեք,
հերիք է խապվեք, մեր ես ինչ է, դրա երեստենը չենք տեսել, որ ասես վարը որտեղ է, չի դենել Գյումրու վարը որտեղ է, դրանք ինչ գյումրեցի, ինչ լեննականցի մենք դրանց ոչ հորերին ենք տեսել, ոչ իրանց ենք տեսել, մի խոսքով դրանց անոները չեմ ուզում, անադական չեմ ուզում վիավորել կամ ինչ-որ մի բան ասել, մի խոսքով, ես շատ կարող եմ խոսել, հիմա ինչքան խոսեմ կարամ խոսեմ, բայց ես մի բան եմ ասում, այստեղ մեծամասնությամբ հավաքվել են իմ մոտիկները, եթե դուք գնում եք ընտրության, որ ես էր մոտիկն եմ, եկուց կգաք ես ես լավ բան կանեմ, աշխատանք ունենաք, կամ ես կոմ, կամ են կոմ, կամ են կոմ, չարաչար սխալվում եք, այս սկզբունքով չգնաք ընտրության, գնացեք ընտրության, տեսեք գործը, տիրոջ Դադաստանին ասում է բանք լրին գործ խոսին, հրեշտակները մարդու գործը պիտի բերել, լեզուն պիտի կդրվի, գործը պիտի խոսի, տեսեք այսքան ժամանակին չեմ արել այս քաղաքին, այս լրատվությունը, որ մշտական ինձ կապում է, կրագոցները, ինչ կրագոց, հենիք է սուտ խոսակ, ոստիկանության տվյալներով, երկրորդ քաղաքը 7-րդ, 5-րդ տեղն է կրիմինալով, որովհետև մենք պանյատով ենք ապրել, ասել են ճիշտ ու սխալ կա, չի կարելի, խուլիգանություն չենք սիրել, Ջետկիրություն չենք սիրել, անշնորհքություն չենք սիրել, երեխեքին իրար հետ բարեհրել ենք, որ կոնֆլիկտ չլինի, ինչ էլ որ արել եք, դուք ընդեղ նստած խառնել եք իրար, Լենինականը Գյումրին, բաժանիր որդիր ես սկզբունքով, որպեսզի գյումրեցիք չբռունցքվեն եւ հիմի պիտի ասեք, տեսար, որ իրանք հարկոծում ենք, տեսեք հիմի ուր է ուզում կան, Գյումրին քիչ է իր համար, գալիս է նայեք, արդեն իրանք դրա մասին, հիմա ինչ ճանապարհը սրանք պիտի փակեն, պիտի հարցակվեն, ինչ ասես պիտի անեն, դու կարող է խփեն, կարող է բանդարկեն, ինչ ուզում է անեն, ես պատրաստ եմ, որովհետեւ դուք իմ կողքից եք եւ մեր թերն է բարձր Աստված